Եվ այսպես Դմիտրի Մեդվեդևի եւ Միխայել Գալուզինի ուլտիմատումը Նիկոլ Փաշինյանին հարգելի հեռուստադիտողներ հանգստյան օրերին մենք ականատեսը եղանք նրան, որ Ռուսաստանից հերթական հայտարարություն եղավ, այս դեպքում արդեն Ռուսաստանի Դաշնության նախկին նախագահ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը, սա պարզապես հայտարարություն չէ ի աջակցություն Եդինայա Ռոսիայի կուսակցության տեղական հայաստանյան գործընկերոջ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարի, սա հայտարարություն է, որը արձանագրում է Ռուսաստանի Դաշնության իշխող քաղաքական վերնախավի կոնսոլիդացված մոտեցումը Հայաստանի Հանրապետության եւ իշխանությունների նկատմամբ, ինչ են իրենք նշում։ Նշվում է հետեւյալը Դմիտրի Մեդվեդևի խոսքից, նա կարծում է, որ արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանը եւ ընդհանրապես իր կողմից ղեկավարվող իշխանությունը ղեկավարվում է արևմուտքի կողմից, կոլեկտիվ արևմուտքի կողմից, նաև այնտեղ ձևակերպում կա, որ այսպես ասած ռուչնոյ ռեժիմով ղեկավարությունը տեղի ունենում, այսինքն բոլոր գրեթե հարցերում մանրակրկիտորեն արևմտյան մեր հարգարժան գործընկերները ներգրաված են Հայաստանի Հանրապետության կառավարման process-ի մեջ, նա նաև նշում է հետևյալը, որ Ռուսաստանի Դաշնության հետ կապերի խզումը ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, նրանց կենսամակարդակի եւ այլնի վրա։ Տեսեք, մենք նաև ինչ կարող ենք արձանագրել, ինչ պետք է ասենք, ինչ պարտավոր ենք նաև ասել։ Մինչև ընտրությունները Alpha News-ի տաղավարում մենք քանիցս ասել ենք, որ իշխանությունների հայտարարությունները այն մասին, որ հունիսի 7-ից հետո տնտեսական առումով եղած խնդիրները Ռուսաստանի Դաշնության հետ կարգավորվելու են, մնում է միայն ընտրություններում Նիկոլ Փաշինյան եւ ԿՊ-ն պահպանեն իրենց քաղաքական մենաշնորհը, այս հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, սրանք հայտարարություններ են հանրային կարծիքը մանիպուլացնելու ուղղությամբ։ Այ ինչպես Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին ասում էր, ընտրություններից հետո կգնա Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպեմ, այսօր ԿՊ վարչության նիստից հետո ասում է, դե ես չեմ ասել, որ հենց ընտրություններից հետո եմ գնալու հանդիպեմ, կամ երբ որ ասում եք մոտ ապագայում երկրների ղեկավարների գրաֆիկում մոտ ապագա ասվածը դա մոտ առաջիկա 1 ժամը կամ 1 օրը չէ, այսպես ժամանակը կգա կհանդիպենք։ Խնդիրը այն է, որ այդ ժամանակը կարող է ընդհանրապես չգալ, որտեղ Ռուսաստանի Դաշնության իշխանությունների ընկալմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունները վարում են քաղաքականություն, որը թեկուզ եւ ֆորմալ առումով խոսքը ԵՄ-ին միանալու մասին է, բայց Հայաստանին տանում է եւ միացնում է մի դաշինքի, որը պատրաստվում է Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմի։ Ավելին, հարգելի հեռուստադիտողներ, իհարկե Հայաստանի Հանրապետության իշխանությունները կարող են շարունակել սա թաքցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, բայց օրինակ Գալուզինը իր հարցազրույցում ինչ ասում, որ մինչև դեկտեմբեր համապատասխան մասնագետները քննարկելու են եւ առաջարկներ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը սառեցնելու կապակցությամբ։ Ով ասաց, որ կարելի է հապկում մասնակցությունը, անդամակցությունը սառեցնել, իսկ ԵԱՏՄ-ում չի կարելի սառեցնել։ Այսինքն մենք հասկանում ենք հետեւյալը, հունիսի 7-ից հետո, իդեպ սրան գումարեք նաեւ այն, որ ձկան արտահանումը Ռուսաստանի Դաշնություն ընտրություններից հետո ամբողջությամբ արգելափակվել է եւ մենք կարող ենք մի պարզ տրամաբանական եզրահանգման գալ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից առաջ քաշված թեզը այն մասին, որ խնդիրները հունիսի 7-ից հետո կարգավորվելու են, չի համապատասխանում իրականությանը եւ Ռուսաստանը շարունակելու է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Հայաստանի Հանրապետության նկատմամբ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության պատճառով առաջ եկած պատժամիջոցներ, իսկ նոր պատժամիջոցների այսպես խմբականակը երբ կարելի է սպասել, տրամաբանությունը հուշում է հետեւյալը, նաեւ եթե մենք մի քանի ամիս ընդամենը ետ գնանք, ինչ որ գործողություն պետք է տեղի ունենա, որին ի պատասխան ռուսական կողմը կյանքի կոչի այն ծրագրերը, որը իրենք առանց այդ էլ նախապատրաստում էին կյանքի կոչել, պարզապես ինֆորմացիոն տեղեկատվական առիթ էր պետք, որպեսզի հայ հանրությունը հասկանա, թե ինչով է պայմանավորված պաշտոնական Մոսկվայի գործողությունը, որը կարող է լինել այդ հանգամանքը, որը կարող է լինել այդ իրադարձությունը, ինչից հետո Ռուսաստանը կկոշտացնի իր դիրքորոշումը Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստանի Հանրապետություն, իշխանական քարոզչամեքենան չի թաքցնում, որ իրենք այն տեսակ մեծ հույսեր են կապում այս այցի հետ, ինչից հետո իրենք հնարավորություն կունենան ասեն, որ մենք առանց ռուսական շուկայի էլ կարողացանք լուծել հայկական ապրանքների արտահանման խնդիրը, կլուծեն թե չէ, սա այդքան էլ արդեն կարևոր չէ։ Այստեղ կարևորն այն է, թե դու մեդիա ինչ իրականություն է ստեղծում, դու մամուլում, սոցցանցերում ինչ իրականություն է ստեղծում, այս սրա համար էլ անհրաժեշտ է Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը, զարմանալի չի լինի նաև եթե Ուրսուլա ֆոն դեր Լայենը, չգիտեմ, օրինակ Վլադիմիր Զելենսկու օրինակով գա Երևան եւ
չասենք սպառնա Ռուսաստանի Դաշնությանը, բայց օրինակ ողջունի Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվային, Ռուսաստանի Դաշնության երկրորդ մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգին, ինչից հետո ռուսական կողմը պատժամիջոցների նոր խմբականակ է կիրառելու Հայաստանի Հանրապետության դեմ, իսկ եթե իշխանությունները կարծում են, որ Ռուսաստանը ուզի թե չուզի ինքը ստիպված է լինելու հաշվի նստել Հայաստանի Հանրապետության իշխանությունների ընտրության հետ, իրենք սխալվում են։ Եթե ոմանց օրինակ թվում է, որ Հարավային Կովկասում Ռուսաստանը ընդհանրապես ներկայություն չի ունենա, եթե նույն 102-րդ ռազմաբազան էստեղից դուրս բերվի, սահմանապահները դուրս բերվեն, սխալվում են։ Ռուսաստանի Դաշնությունը ներկայ է օրինակ Աբխազիայում։ Հաշվի առնելով նաև այն, թե ինչ քաղաքականություն է վարում Վրաստանի իշխանությունը, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը այս կամ այն կերպ միևնույնն է շարունակելու է մնալ Հարավային Կովկասում։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ուղղակի քանի որ իրենք ապրում են իրենց իսկ կողմից ստեղծված իրականության մեջ, իրենց թվում է, որ իրենք կարող են այս տեսակ երկընտրանքի առաջ կանգնեցնել Ռուսաստանի Դաշնությունը, ու այս ամենը արվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվին եւ նաև գալով մեր զրույցի վերջին մասին Միխայել Գալուզինը գլոբալ առումով ինչ է ասում Ռուսաստանի Դաշնության փոխգործնախարարը, նա կրկնում է այն թեզերը, որը առաջ է բերել նաև Դմիտրի Մեդվեդևը, այսինքն որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները իրենք պետք է արագ ընտրություն կատարեն Եվրասիական տնտեսական միություն թե Եվրամիություն։ Ռուսաստանի Դաշնությունը ինքը հրաժարվում է դե ֆակտո ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության միանալը հակառուսական դաշինքին, իսկ եվրոպական միությունը դա հենց այդ դաշինքն է։ Այսինքն մենք եկել ենք մի պահի, հետընտրական մի պահի ենք եկել, երբ որ արդեն հնարավոր չէ միաժամանակ եւ Եվրասիական տնտեսական միության անդամ լինել, տնտեսական շահույթներ են տեղից ստանալ, մյուս կողմից էլ փորձ կատարել միանալ մի միավորի, որը թշնամական վերաբերմունք ունի Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, որը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատերազմը, որը փորձում է ամեն կերպ զսպել Ռուսաստանի Դաշնության տնտեսության զարգացումը, ամփոփենք, մինչև հունիսի 7-ը նույն գնահատականներն ենք տալիս, հունիսի 7-ից հետո եւս շարունակում ենք սա ասել, Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարած քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց գրպանից ստիպված են լինելու վճարել իրենց աշխարհաքաղաքական ավանտյուրաների համար եւ Ռուսաստանի Դաշնության իշխանությունների գնահատականները, իրենց պատժամիջոցները եւ այն պատժամիջոցները, որոնք դեռ սպասվում են եւ այն գնահատականները, որոնք շատ շուտով լինելու են Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցից հետո, միայն դրա վառ ապացույցներն են լինելու։ Մտածեք այդ մասին։